Եվ նաև ցանկանում եմ հայտնել, որ կապված այս իրադրության հետ ցանկանում ենք միջնորդություն ներկայացնել Լիդիա Մանթաշյանի խափանման միջոցը վերացնելու կամ այն փոփոխելու վերաբերյալ, խնդրում եմ այնպես կազմակերպենք, որ այսօր եթե կարծում եմ մյուսներն չեն առարկի, հնարավորություն կունենանք երկու մեղադրյալների հետ միաժամանակ նաև մեր միջնորդությունը քննարկել։ Պատվարժան դատարան սահմանափակված լինելով փաստաբանության մասին օրենքով, մեր վարքագծի կանոնագրքով, բայց խնդրում եմ դիրքորոշումս հենց այնպես ինչպես ներկայացնում, այդպես էլ ընդունել թե պատվարժան դատարանը, թե դատավարության հարգելի մասնակիցներ։ Եթե ի սկզբանե Լիդիա Մանթաշյանի խափանման միջոցի հարցի լուծումը հենց ի սկզբանե, հենց առաջնահերթության տրամաբանությամբ քննության առարկա չհանդիսանա, ես նիստերի դահլիճից դուրս կգամ պատվարժան դատարան։ Նախորդ դատական նիստի ընթացքում հստակ արձանագրվել էր դիրքորոշումը։ Առնվազն իմ կողմից, որը կարծում եմ նաև իմ գործընկերները ևս կիսում են։ Լիդիա Մանթաշյանի կալանավորված լինելը մեր պատվի եւ արժանապատվության ուղիղ միջամտություն է։ Էլ ոնց ձևակերպենք։ Եթե իսկապես, ինչպես փաստաբանը մեր գործընկերը նշեց, եթե մենք նշված հարցին ոչ թե զուգահեռաբար մյուսների, այլ հենց առաջնահերթության տրամաբանությամբ քննության առարկա չդարձնենք, թող իմ պաշտպանյալը ինձ ների կարծում եմ առարկություն չի ունենա, ես դուրս կգամ նիստերի դահլիճից, շնորհակալություն։ Վարորդի մյուս մասնակիցները խնդրեմ։ Ես լիովին միանում եմ պարոն Վարդևանյանի դիրքորոշմանը, իրականում պատվարժան դատարան Լիդիա Մանթաշյանին անազատության մեջ պահելը ոչ միայն իրավական չէ, այլ կարծում եմ նաև բարոյական խնդիր կա, նաև մեր ազգային մենթալիտետի հետ կապված խնդիր կա եւ այո, մեր յուրաքանչյուրիս արժանապատվությանը նվաստացնելու միջոց է, զուտ են բանով պայմանավորված, որ մենք հիմա ընդմիջումից հետո դուրս ենք գալու ազատության մեջ, բայց Լիդիա Մանթաշյանը դրա հնարավորությունը չունի պատվարժան դատարան։ Սա իրավական հարց չէ, սա բարոյական հարց է եւ պատվարժան դատարան դրսում որևէ քաղաքացու ով իրավաբան չէ, որևէ կերպ, որևէ մարդկային չափանիշներով հնարավոր չէ բացատրել, թե այսօր Լիդիա Մանթաշյանը ինչու է անազատության մեջ։ Պատվարժան դատարան, քանի որ Վահագն Չախալյանի խափանման հարցը պետք է քննարկվի, Վահագն Չախալյանի պաշտպանական կողմը ոչ միայն համամիտ է, այլ նաև մենք էլ մեր խնդրանքն ենք ուղղում, որպեսզի Լիդիա Մանթաշյանի հետ կապված հարցը քննարկվի Վահագն Չախալյանի խփանման միջոցից առաջ։ Բարի։ Մեղադրանքի կողմը։ Ուրեմն նախ եթե ցանկանում են արտահայտվել, նշեք, եթե ուրեմն վարորդի մասնակիցներ դատարանը լսեց յուրաքանչյուրի կարծիքը, ուրեմն եկեք այսպես անենք, դատարանի առջև պայման մի դրեք եւ պայման դնելու այդ իրավասությունն էլ չունեք, այդպիսի պայման դնելու, բնականաբար դատարանը նշեց, որ եթե հիմնավոր միջնորդություն կա, այս պայդրությամբ դատարան չունի որևէ միջնորդություն, քննարկման։ Եթե հիմնավոր միջնորդություն կա եւ կան հանգամանքներ, որոնք որ նոր հայտ եկած են, բնականաբար ոնց որ Արտուր Սարգսյանի միջնորդությունը պաշտպան Վարդևանյանի կողմից ներկայացվեց, բնականաբար քննարկվեց, բացառություն դատարան չի անում, նաեւ Լիդիա Մանթաշյանինն էլ կքննարկվի, դա միանշանակ է։